Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ իմիջիալոց շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել։ Կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է։ Ապագա կա եւ ապագան կա այն ժամանակ ինչ որ իմաստով սպասվող այսօր ներկա, այսինքն ապագան այսօր է եւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է, որովհետեւ 5 րոպե առաջ սա արդեն ապագա էր, ինչ որ հիմա կամ կես ժամ առաջ։ Եվ այս առումով իհարկե առանցքային նշանակություն ունի, այդ թվում խաղաղության տրամաբանության մեջ, այն որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը եւ պետությունը, որովհետեւ պետականությունը եւ պետությունը առանցքային նշանակություն ունեն, այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաեւ պետության ֆունկցիան շատ կարեւոր է ճշգրտել եւ այս ընթացքում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաեւ այդ ֆունկցիան, որովհետեւ հնչած թե չհնչած, ձևակերպված թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ։ Ի վերջո ինչի համար է պետությունը, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Եվ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային, պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ մենք օրինակ այդ թվում իհարկե նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաեւ, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը բայց նաեւ զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից։ Եվ իհարկե բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք հիմա կարող ենք տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի։ Շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ, այս կամ այն չափով։
Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է։ Հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է, ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ կենսագործունեությունը ապահովելու մասին։ Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք պետական բյուջեի երևույթ։ Ինքներս իրար հետ էլ շատ խոսենք, մենք բավարար չափով խոսում ենք, բայց էլի ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա, բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում։ Իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է, այսինքն մեզնից յուրաքանչյուր քաղաքացի կարող է եւ պետք է մեր կարծիքով ասի, որ ժողովուրդը իր ընտանիքն է եւ այդպես է նաեւ իրականում։